Իրավապահ մարմինները և դատախազությունը չգիտես ինչու լռում են, որովհետև այստեղ կոնկրետ տեղի ունենում փոշտանկում և անմարդկային վերաբերմունք, որը քրեականորեն պատժելի արարք է, իսկ մամուլի հաղորդման հիման վրա պետք է առնվազն նյութեր նախապատրաստեն, թե արդյոք ով է թերացել այս պարագայում, սակայն թե դատախազությունը, ինչպես գիտեք, հենց այդ նույն օրը, երբ որ Արարատ Խանդոյանը նպարաշեն քրեակատարողական հիմնարկից հայտարարություն տարածեց, քրեակատարողական վարչությունը Նյուսեյի լրատվական կայքին հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը և Արարատ Խանդոյանի հայտարարությունը կարելի ասել սուտ է, բայց սակայն մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունից հետո տեսանք, որ ոչ միայն ես եմ այդ մասին բարձրաձայնում, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեց այդ փաստը, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է տեղի ունենում ու մինչև օրս ես որևէ պատասխան թե արտարադատության նախարարությունից, թե քրեակատարողական վարչությունից չեմ ստացել, թե ինչ հիմքով են Արարատ Խանդոյանին նման պայմաններով պատժախոս տեղափոխում։ Դրանից բաց ասենք, եթե Արարատ Խանդոյանը մի հոգի է եղել այդ պատժախություն, որը պաշտպան չի ունեցել, արդեն իսկ ինքը դատապարտել է, պաշտպան չի ունեցել, հարազատներն է, կարելի ասել չեն գիտակցել, որ այս հարցը պետք է բարձրացնել։ Հիմա իմ պաշտպանյալին բողոքներից, մարդու իրավունքների պաշտպանի ահազանգից հետո տեղափոխվել է իր խոց, իսկ այդ մարդը մինչև հիմա այդ պատուհանները կոտրված պատժախցում մնում է։ Հիմա չգիտես այդ անձի հետ ինչ է տեղ ունենում, սրտահարվել է, թե Արարատ Խանդոյանից պատմեց, որ ինքն էլ առողջական խնդիրներ ունի։ Հիմա չգիտեմ այդ անձը ինչ պայմաններում է և ինչ վիճակում է գտնվում։ Սա այն հիմք է տալիս ընդհանրելու, որ անպատժելիություն է, ոչ մեկը նմանատիպ անձանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ չեն պատասխանատվության ենթարկվում։